Կարանք, տափակաձուկ, բարակուդա, ծովախեցգետին, սա իրանական Բանդար-Աբասում բուծվող ձկների մի մասն է ընդամենը։ Նավահանգստում օրն սկսվում ու ավարտվում է ծովամթերքի առևտրով։ Մենք գտնվում ենք Բանդար-Աբասի նավահանգիստներից մեկում եւ քիչ անց դուրս կգանք բաց ծով։ Ինչպես տեսնում եք, ձկնորսներն արդեն հավաքվել են եւ սկսել առևտուրը։ Հայլուրի մեկնաբան Ծովինար Բարխուդարյանն իր աչքերով է տեսել եռացող կյանքը Բանդար-Աբասում, որ ամիսներ շարունակ կաթվածահար էր։ Թրամփն ասում է կործանել է Իրանը, բայց մենք տեսնում ենք, որ կյանքը եռում է այստեղ։ Երբ Իրանը Իսրայել-ամերիկյան օդային հարվածներին ի պատասխան փակել էր Հորմուզի նեղուցը, կյանքը կանգնել էր Բանդար-Աբասում, որ դարձել էր ռազմական գործողությունների ամենաթեժ կետերից մեկը։ Բայց այստեղ ապրող մարդիկ ասում են, ամեն րոպե պատրաստ են բանուգործ թողնել, աղոթել, զոհվել հայրենիքի համար։ Մեր Իրանն այնքան ուժեղ է, որ թշնամու ձեռքը չի հասնի մեր հողին։ Նրանք ոչինչ չեն կարող անել։ Իրանը մեր հողն է, մեր մայրն է, մեր հայրենիքն է։ Մենք մեր երկրի մեջքին կանգնած ենք, պատրաստ ենք զոհվել նրա համար։ Մեր երեխաները նահատակվում են Իրանի համար։ Իմ քրոջ տղան է զոհվել այս պատերազմում հենց առաջին օրը։ Պատերազմի հենց առաջին օրն էր Բանդար-Աբասից 100 կիլոմետր հեռու պայթել 168 երեխայի ուսուցչի մահվան պատճառ դարձած հրթիռը։ Մինաբի դպրոցի երեխաները սպանվեցին այս պատերազմում։ Այս ողբերգության մասին ծանր խոսքերն առաջինն են, որ դուրս են թռչում օտարների առաջ իրենց սիրտը բացող իրանցիների լեզվից։ Բայց կյանքը շարունակվում է։ Մենք մեքենայի համար հոչ ենք եկել։ Այս մեքենան 95 տարեկան է, այս մարդը 110 տարեկան։ 7 տարեկանից սա իմ գործն է։ Հայրս էլ ձկնորս է եղել, որսացել է ու վաճառել։ Մեր ճամփորդությունը Հորմուզ սկսվեց։ Բանդար-Աբաս նավահանգստից Հորմուզի կղզի է ուղևորվել Ծովինարը։ Բանդար-Աբասի նավահանգստից մինչև Հորմուզ կղզի ծովային ճանապարհով 80 կիլոմետր է, մենք արդեն հասել ենք։ Բարի գալուստ քեզ։ Կղզու այցեքարտը համարվող Կարմիր լողափի ճանապարհին է մեր նկարահանող խումբը։ Տեղացիներն ասում են, որ զբոսաշրջային հայտնի վայր է։ Եվ իսկապես Կարմիր լողափից տեսանելի են Հորմուզի ջրերում դեռ պատերազմի առաջին օրերից արգելափակված իսրայելական ու հարավկորեական նավերը, որոնք փորձել են այլ երկրների դրոշներով հատել նեղուցը։ Դուք տեսնում եք իսրայելական նավը, որը իրանցիները արգելափակել են պատերազմի օրերին, եւ ինչպես տեսնում եք, մինչ օրս այնտեղ է։ Պատերազմի ժամանակ կղզում ռազմական գործողություններ չեն եղել, այստեղ հրթիռներ չեն ընկել, բայց տուժել են ծովում գտնվող մի քանի իրանական նավեր, այդ թվում շտապօգնության նավը։ Երկրագնդի ռազմավարական թիվ 1 ջրային ուղին այս նկարահանումների պահին բաց է եղել նավերի անցման համար։ Մոտավորապես այնտեղով են անցնում նավերը, Լարակ կղզուց այն կողմ, տեսանելի է այստեղից։ Կարմիր լողափը նույնպես նորից բաց է զբոսաշրջիկների համար։ Երկաթի օքսիդով ու հրաբխային ապարներով հարուստ կարմիր հողը իսկապես հարստություն է տեղացիների համար, բայց կարմիրը միակ գույնը չէ Հորմուզի ափերին։ Այստեղ 72 գույնի հող կա, դրանցից ամենահայտնին կարմիրն է, որը հարուստ է երկաթով։ Դիմահարդարման պարագաների ներկայգործության համար է օգտագործվում։ Ահա այդ 72 գույներից 5-ը, նայիր։ Կարմիր հողի վրա կարմիր քարից կառուցված ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող պորտուգալական բերդն է, պորտուգալական գաղութատիրության օրերի ռազմական կառույցներից մեկը։ Ավելի քան 100 տարի անց Շահ Աբասը գրավել է բերդը, հրանոթներն այսօր էլ ուղղված են դեպի ծովը։ Ծովինար Բարխուդարյան, Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հորմուզի նեղուցից հատուկ Հայլուր կիրակի համար։